Այսօր կայացել է կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարությունը որոշել է Վահե Հակոբյանին իր դիմումի համաձայն ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տեղեկացմամբ Վահե Հակոբյանը նշանակվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։ Մինչ Սյունիքի նոր մարզպետի նշանակումը Սյունիքի մարզպետի պարտականությունները կատարելու է Սյունիքի մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը։ Այսօր կառավարության նիստից հետո Վահե Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ. Սիրելի սյունեցիներ, այսօր այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատվել եմ Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Սյունիքն իմ հենարանն ու օրանն է։ Անշուշտ մտորելու ու հասկանալու ժամանակ դեռ կլինի, բայց որ Սյունիքից չեմ կտրվելու հաստատ է։ Սյունիքն ու սյունեցին մեր պետականության հենասյուներն են։ Այս համոզմունքն ունեի նաև նշանակման ժամանակ։ Պաշտոնավարման ժամանակ իհարկե ունեցել եմ եւ սխալներ եւ բացթողումներ, բայց ինձ ոչ ոք չի կարող մեղադրել անմնացորդ նվիրումի մեջ։ Արել եմ հնարավորը։ Սյունիքի ու սյունեցու կողքին լինելու եմ նաև հետայսու։ Սխալների ու բացթողումների համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Դրական աշխատանքի համար շնորհակալություն չեմ ակնկալում։ Դա իմ պարտքն էր։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզպետարանի գործընկերներիս։ Ցանկացած դրական աշխատանքի արդյունքը ձերը համարեք։ Իսկ բացթողումների համար մեղավոր մի փնտրեք։ Դա ես եմ։ Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն եւ երազանքների իրականացում։ Շնորհակալություն։ Հարգանքով Վահե Հակոբյան։ Այսօր Հայաստանում նշում են փրկարարի մասնագիտական տոնը։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը որպես փրկարարի օր տոնացույցում առանձնացավ 2008 թվականին։ Այդ օրը ստեղծվեց Հայաստանի արագ արձագանքման փրկարար ծառայությունը։ Փրկարարները ամենուրեք են, ուր օգնություն է անհրաժեշտ։ Բազմաթիվ անգամ ականատես եղանք հայ փրկարարի մասնագիտական բարձր որակներին, գիտելիքների հմուտ կիրառման ու մասնագիտական դրսևորումներին։ Նա սահմանապահի նման պատրաստ է խիզախել, երբ վտանգ է սպառնում երկրի քաղաքացուն։ Ուստի այն ոչ միայն փրկարարի, այլ նաև ամենքիս տոնն է։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության անձնակազմը իրենց օրը սկսեցին Կապանի համար 1 հիմնական դպրոցից։ Նրանք ուսումնական վարժություններ իրականացրեցին, աշակերտներին սովորեցնելով ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո։ Բարև ձեզ, փրկարար ծառայությունից է Կապանի համար 1 հիմնական դպրոցը փլուզվել է երկրաշարժից, խնդրում եք օգնություն։ Հիմնական նպատակը, քանի որ այսօր արտակարգ իրավիճակների աշխատակցի օրն է, երեխաներին ևս մեկ անգամ մենք ուսուցանեցինք, ինչ է տարահանում, տեղում կազմակերպվեց եւ անցավ բարձր մակարդակով եւ անցկացվեց փոքր վարժանք, թեման ընտրված է երկրաշարժ եւ տուժածների դուրսբերում փլատակների տակից։ Մեր փրկարարները ցուցաբերեցին իրենց պրոֆեսիոնալիզմը, կար 2 տուժած ողնաշարի կոտրվածքով, 2 տուժած թեթև եւ երրորդ հարկից տուժածների իջեցում պարաների միջոցով։ Քանի որ մեր Սյունիքի մարզը գտնվում է սեյսմիկային գոտում, միշտ ընտրվում է այս թեման, ոչ միայն այս, հիմնականում որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, աշակերտները, ուսուցիչները տեղյակ լինեն, դրանց երկրաշարժի դեմ պաշտպանելու։ Փրկարարի մասնագիտությունը այն մասնագիտությունների թվին է պատկանում, ուր ծառայում են անկախ եղանակային պայմաններից, տոնական օրերից։ Անգամ իրենց մասնագիտական օրը նրանք ծառայում են, պատրաստ ահազանգի դեպքում արագ արձագանքել, իսկ միմյանց շնորհավորելով նրանք մի բան ցանկացան, իրենց ունակությունները կիրառել միայն ուսումնական վարժությունների ընթացքում։ Այսօրը մեր համար տոնական օրեր, օրը սկսել ենք տոնական միջոցառումով, ունեինք հյուրերը դա քաղաքապետարանը եւ մարզպետարանի ներկայացուցիչներն են, որոնք այցելել են մեզ, իրենց շնորհավորական եւ պարգևներով պարգևատրել են մեր աշխատակիցներին աշխատակցի օրվա կապակցությամբ պատվոգրերով։ Շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ իմ գոլեգաների տոնը, ցանկանում եմ նրանց քաջառողություն, հաջողություններ ծառայության ընթացքում եւ ցանկանում եմ, որ մեր ունեցած այս բոլոր գիտելիքները մենք ներդնենք միայն ուսումնավարժանքների ժամանակ
Հարկ եղած դեպքում լրիվ կարգով մենք մեր պետականությանը կանգնենք սատար։ Շնորհավոր եմ նորից կրկին մեզ բոլորիս մեր տոնի կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ կցանկանամ բոլորին առողջություն, հաջողություն, արգասաբեր կյանք, ինչպես նաև մեր բնակչությանը ցանկանանք լավագույնը, որ մեր կարիքը չզգացի, թեկուզ ամեն դեպքում պատրաստ ենք աջակցելու։ Ես ցանկանում եմ բարեմաղթանքները հղել բոլոր ղեկավարներին, բոլոր ղեկավարությանը աշխատանքները լավ կազմակերպելու եւ հաջող տարի անցկացնելու։ Ճիշտ է, մեր աշխատանքը այնպիսի աշխատանք չէ, որպեսզի ասենք բեղմնավոր աշխատանք կամ այլ, ցանկալի է մեր աշխատանքը ինչքան հնարավոր է քիչ լինի, բայց ցավոք սրտի այսօր ստիպված ենք։ Համենայն դեպս ես ցանկանում եմ բոլորին ընտանիքին առողջություն, քաջ առողջություն նրանց բոլոր փրկարներին իրանց խիզախ աշխատանքի համար։ Անփորձանք ծառայություն, ամեն օր մեր խոսքը դա է, նույնն էլ այսօր ամենակարևոր խոսքն է դա։ Սյունիքի մարզային փրկարական վարչությունը գործում է 1995 թվականից, տարիների ընթացքում վարչությունը ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հիմնականում որպես նախարարություն գործում է 1998 թվականին, մինչև այդ նաև գործում էր քաղաքապաշտպանության շտաբը։ Նախարարությունը ունի տարբեր ստորաբաժանումներ, ստորաբաժանումից մեկը նաև փրկարար ծառայությունն է, այսինքն մեր ծառայությունը։ Փրկարար ծառայությունը դա իրականացնում է մարդկանց նյութական արժեքների, կենդանիների փրկման աշխատանքներ, ինչպես նաև որոնողական աշխատանքներ, երկրաշարժի տեխնացին աղետների ժամանակ։ Կառույցում այս տարիների նամանավանդ մեր նախարարի նշանակումից հետո մենք ունեցել ենք մեծ հաջողություններ։ Մեր մեծ հաջողություններից մեկը դա արդի պայմաններին համապատասխան ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումն է, որը եւ իրականացում է մեր մարզում։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի էությունը կայանում է նրանում, որ մարզի մեկ կետից իրականացվելու է բոլոր դեպքերի եւ աղետների իրականացումը։ Վարչությունում արդեն գործում է նաև շվեյցարական Իսարակ ծրագրին համապատասխան միջազգային որոնողական խումբ։ Հաջողություններից նաև մեկը հանդիսանում է Իսարակ ծրագրի, շվեյցարական ծրագրի համապատասխան միջազգային որոնողափրկարական թիմի ստեղծումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներում, որը իրականացվել է 3 մարզերում, որից մեկը դա Սյունիքի մարզում է իրականացվել։ Մենք ունենք Իսարակ ծրագրի չափանիշներին համապատասխան տեղ զինվածությամբ եւ անձնակազմի գիտելիքներին համապատասխան թիմ։ Այսօր, որը հոկտեմբեր ամսին մենք կունենանք 36 ժամյա ուսումնավարժություն։ Բնական կամ տեխնացին աղետների դեմ պայքարում փրկարարները մարտահրավերներ են նետում մահվան եւ ավերածություններին, ականատես լինում բազմաթիվ դաժան դեպքերի։ Փրկարարի աշխատանքային պրակտիկայում նման դեպքերը բազմաթիվ են։ Այդպիսի դեպքեր 2010-11 թվականների փետրվար-մարտ ամիսներին Գորիս Կապան Շինուհայր այդ հատվածում ձնաբքի հետևանքով մոտ 30-ից 60 մեքենաների մոտ 100 մարդու այդ ձնաբքում թաղված եւ դրանց դուրս բերման աշխատանքները հաջողվել է իրականացնել, անձնակազմը եւ մեքենաները լրիվ կարգով դուրս է բերվել 1-2 օրվա ընթացքում։ Ձգտում ենք չկոմպլեքսավորվել այդպիսի դեպքերի չկողմնորոշվել որոշակի դեպքերի վրա, այլ ուղղակի անցկացնել ոնց որ մեր պարտականություններ, ոնց որ մեր մշտական աշխատանք։ Այո, եղել են դեպքեր, շատ դաժան ավտովթարներ են եղել, ցանկալի չէ նույնիսկ հեռուստատեսության պատմել մանրամասները, որովհետև դա ցավ է պատճառում մարդկանց, ինչպես նաև մեզ։ Մեր պարտականություններն են դժվարներին դուրս բերել մեքենաներից հնարավորինս չափով առաջի բժօգնություն ցույց տալ, մարդկանց ինչքան հնարավոր անվնաս հասցնել տեղ եւ փրկել նրանց կյանքը։ Այսօր Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունում երիտասարդ կադրեր են աշխատում։ Ծառայության պահանջներն են այդպես։ Սակայն քիչ չեն այն երախտավոր մասնակիցները, որոնց աշխատանքային տարեգիրը այս աշխատանքի մեջ գրվեց, ինչպիսին նախկին փրկարար Ռոբերտ Եսայանն է։ Շնորհավորում եմ հրշեջ խմբի բոլոր ծառայողներին եւ ցանկանում եմ հաջողություն առանց պատերազմի, առանց հրդեհի անցկացնել իրենց աշխատանքները։ Ես որպես դասակերամատար աշխատել եմ հրշեջ խմբում երկար տարիներ։ Կատարել եք հրշեջ խմբում փրկարար աշխատանքներ,
հրդեհներ եք մարել, ինչպես մեբելնի ֆաբրիկանը, գործարանը։ Պատերազմի ժամանակ ատորամնդինա բաժար ընկել, այդ բոլորը մենք աշխատել ենք նորմալի վիճակում եւ փառք Աստծո բարեհաջող ավարտելով հրշեջխմբի աշխատանքները անցել ենք կեսաթոշակի։ Երկու մեքենա էր, մեկը զապազ էր, առաջի եւ երկրորդ խոդ էր, մեկը դուրս էր գալիս, մյուսը զապազ մնում էր, էլի։ Հիմա քիչ էր այն ժամանակ, որտեվ եւ ջուր չկար եւ 2 տոննա 400 լիտր ջուր էր տանում, շատ դժվար էր այդ ժամանակ հրդեհները մարելու ժամանակ։ Դրա համար ժողովուրդ ասում են մեքենան գալիս առանջերի, ընդհանրապես 2 րոպեվա ջուր է մեքենան տալիս։ Փրկարարին առաջնահերթ անհրաժեշտ է իր գիտելիքները եւ իր տեղ զինվածությունը, որն էլ մենք երկուսն էլ կարծես թե ունենք։ Նախկինի համեմատ այսօր կան այն անհրաժեշտ տեխնիկական ու մասնագիտական բարձր որակավորումը արտակարգ իրավիճակների ժամանակ անմիջապես կանխելու առաջացած վտանգը, իսկ մեր փրկարարներին մնում է այս անչափ կարևոր աշխատանքում մաղթել առանց պատահարների եւ անվտանգ ծառայություն։